Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցելոն հանդես են եկել համատեղ հայտարարություններով։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանը նախատեսում է խորացնել իր համագործակցությունը Եվրոպայի հետ պաշտպանության ոլորտում, Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի անվտանգության ոլորտի ընկալումները փոխվել են։ Ըստ նրա, Հայաստանի համար անվտանգության միակ եւ ամենահուսալի երաշխիքը խաղաղությունն է։ Անվտանգություն ասելով շատ հաճախ հասկանում են զենք, զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ եւ այլն եւ այդպես շարունակ, եւ մենք շատ երկար 30 տարի այդ ընկալման մեջ ենք եղել։ Հիմնական խնդիրը, որը ես տեսնում եմ եւ հիմնական ընկալման փոփոխությունը, որը ես տեսնում եմ, հետեւյալն է, որ Հայաստանում են շատ խոսում է անվտանգության երաշխիքների մասին։ Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է։ Չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը։ Անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ, ավելի շատ ռազմականից դառնալով քաղաքական եւ դիվանագիտական, եւ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ պետք է շեշտը դնենք այս տրամաբանության վրա։ Ներսում էլ Հայաստանի, ես այս մասին խոսելիս ասում եմ, բանակը մեզ համար անվտանգության ոչ թե գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է, երբ որ հանկարծ որևէ պայմաններում իմ ասած առաջնային գործիքները խաղաղության հանկարծ չաշխատեն։ Խաղաղությունը, համագործակցությունը, փոխգործակցությունը եւ այդպես շարունակ։